Okay, եկեք խոսենք փողի հետ հաղթելու 5 ոչ սովորական կանոնի մասին։ Գիտեք, դրանք հաճախ շատ ընդհանուր են ու չեն լուծում իրական խնդիրները։ Այսօր կխոսենք 5 կանոնի մասին, որոնք իսկապես աշխատում են։ Սկսենք մտածելակերպից։ Այնպես որ ամեն ինչ սկսվում է հենց ձեր մտքերից։ Ահա թե որտեղ է հաղթանակը։ Սա մի քիչ ուղիղ է, բայց գաղափարը մեկն է։ Առաջնահերթությունը ֆինանսներն են։ Պարզ ասած, նախ ստեղծում եք ձեր ֆինանսական բարձիկը, հետո նոր մնացածը։ Եվ երկրորդը, սովորում եք ասել ոչ, առանց մեղքի զգացումի ու երկար բացատրությունների։ Տեսեք տարբերությունը։ Հզոր ոչը պարզապես պաշտպանում է ձեր դրամապանակը։ Վերջ։ Okay, անցանք առաջ։ Իսկ ինչպես ենք սա դարձնում ամենօրյա սովորություն։ Պատկերացրեք, թե ինչ զգացողություն է, երբ քարտի փոխարեն ձեռքիդ կանխիկ գումար կա։ Գիտեք, կանխիկը ծախսելիս ցավում է, ինչը քարտերի դեպքում ընդհանրապես չկա։ Այս 3 քայլը ստեղծում է մի պատնեշ իմպուլսիվ գնումների դեմ։ Շատ պարզ է։ Լավ, հիմա եկեք խոսենք մեծ քայլերից, որոնք ձեր խնայողությունները լրիվ նոր մակարդակի կհասցնեն։ Թվում է, թե սա մի քայլ հետ է, բայց իրականում ձեր ֆինանսների համար սա հսկայական թռիչք է։ Պարզապես նայեք այս գծապատկերին։ Այդ վարձավճարը կարող է դառնալ ձեր խնայողությունը։ Եվ վերջապես, երբեք պարտքով մի ապրեք ձեր հաճույքի համար, սա թակարդ է։ Տեսեք, թե իրականում որքան եք վճարում, պարտքը ձեր գնումները կարող է կրկնակի թանկացնել։ Դե ինչ, եկեք ամփոփենք։ Ո՞րն է մեր հիմնական դասը այս ամենից։ Ահա ձեր նոր ֆինանսական խաղի կանոնները։ 5 պարզ, բայց շատ հզոր քայլ։ Իսկ հիմա հարցը ձեզ. ո՞ր կանոնից եք սկսելու ձեր ֆինանսական հաղթանակը։